Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք սիրելիներս, հույսով եմ, որ բոլորդ լավ եք, սիրելիներս, այսօր ինչ ենք պատրաստելու, այսօր նախատոնական է, պատրաստելու ենք շերտավոր գաթա, ուրեմն խմորը առած պատրաստա, համարյա մի շաբաթա սարցախցիկում դրված, հանել եմ դրել սառնարանը 3-2-ը, այսօր պետք է պատրաստենք։ Մինչև խմորի բացելը ես խորիզն եմ պատրաստել, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն խորիզը վերցրել եմ 3 ճաշի գթալ յուղ, վերցրել եմ 2 բաժակուկես շաքարավազ, տրավել բաժակը կա, ահա, այս սրանով 2 բաժակուկես շաքարավազ, դե որ ասենք դուք քաղցր եք սիրում, կարող եք ավել վերցնել, քաղցր լինի, դե հիմա չգիտեմ, քաղցրա ինչ որ այա լավ աստացվել, ու լավ տրորում եք շաքարավազը յուղի հետ, այնքան եք տրորում, որ համարյա սպիտակի, որ շաքարավազի կեսը գոնե հալվի, ու հետո ավելացնում եք ալուր, դուք պետք է ձեր աչքաչափով իմանաք, տեսեք գունդ է կանգնում, գունդ, ինքը պատրաստ է արդեն, ձեռով սխվում եք, ոչ շատ չոր է, ոչ է շատ յուղային է, մեր խորիզը պատրաստ է, ավելացնում եմ վանելին, մեկ չես տանոչ, լավ աչքաչափով վերցնեմ, մեկ թեյի գթալի չափով, շատ էլ պետք չի, ու խառնենք, հիմա խառնենք խորիզը պատրաստ լինի, որ խմորը բացենք, խորիզը պատրաստ լինի, այդ ժամանակ չկորցնենք, Այս հալակ փորձենք տնանք վանելինի համը գալիս է, մի պուչուր, չի գալի, երևի քիչով խառնենք, մի քիչ էլ աչքաչափով խառնենք, մի քիչ էլ խառնենք, հիմա լավ է, արդեն համը գա, սել մեր պատրաստի գաթաները, չբացվել չկա սիրելի հետևորդներ ջան, սիրելի հետևորդներ, ես է սիգարետները, տեսեք ինչ նույն խմորից են պատրաստել, սրա կեսն է եղել, տեսնում եք ինչքան է խոշորացել, սա էլ այսպես, սիրելի հետևորդներ, գունդը հանել եմ, բայց սառնա, ուժա պետք, որ լիստը բացենք, շատ պինդ է, դիզորով այսենց, քիչ բացենք, ժամանակատար է էլի, այսենց, կամանց, պետք է ցանենք, որ ենթարկվի մեզ, չենք կարող հանենք դուրսը թողնենք, որովհետև խմորը կփչանա, Ես պետք է անենք, որ քառակուսի բացենք,
Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, զոռով բացեցի։ Զոռով է կամած բացեցինք հիմա։ Ոչինչ, մի քիչ տեղ նեղ լինի, ծուռ լինի, ոչինչ։ Կարևոր որ բացել ենք։ Հիմա ինչ ենք անում։ Հիմա խորիսն եմ ավելացնելու։ Սիրելի հետևորդներ ջան, շերտերը մի քանի տեսակ եմ անելու, որ հետաքրքիր լինի։ Ուխեմ, որ ճիշտ երևա։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, այսպես ցրում ենք, ձեռքերով ավելի հեշտ է, ուրեմն ձեռքերով կանենք։ Այս եզրի վրա շատ չենք բերի, որ թողնենք հետո, որ խմորը թողնի։ Խորիզը շատ չեմ լցնում, որովհետև որ խորիզը ծանրություն չանի, մեր խմորը նորմալ բարձրանա։ Որ խորիզը շատ է լինում, ծանրություն է տալիս, ու շերտը չի բարձրանում։ Նորմալ։ Հիմա սիրելի հետևորդներ, այսպես փաթաթում եմ։ Այսպես բոլորելով։ Անց ենք փաթաթում, որ խորիզը դուրս չգա։ Էլի ցիկ թույլ, այսպես թույլ փաթաթում ենք։ Այ այսպես։ Հիմա կրտնակով այսպես հավասարացնում ենք։ Մի քիչ լենացնում ենք։ Մի րոպե շոկտանք, սպասի մի քիչ ավելի ցանենք, որ հետո վերցնելուց կարողանանք հեշտ սեղանից վերցնենք։ Երկու կողմից շուռ ենք տալի, այս հաջորդ կողմից ենք բացում։ Եզրը բարակ է, կարող է շատ չբացվի, ոչինչ։ Այսպես։ Հատել ենք շուռ տալի, այն կարը պետք է ընկնի տակը։ Առաջինը ձեր հետ միասին եմ պատրաստում, իսկ մյուսները, որ ասենք հետաքրքիր ձև լինի, էլի ցույց կտամ ձեզ ոնց եմ կտրում։ Այսպես։ Սիրելի հետևորդներ, եկավ կտրելու պահը։
Ուրեմն այս մեկը սպասի։ Սենց մեջից կտրում եմ, այսենց մեջից։ Մեջից կտրեցի, մի հատը եռանկյունու նման եմ կտրելու, այսպես տարբեր տեսակով եմ կտրելու, շատ լայն չեմ կտրում, որ ինքը կարողանա բացի, համարը երկու մատը ու թեք եմ կտրում, ուզեցի եռանկյունու նման կտրեմ, բայց չստացվեց, այն եռանկյունու նմանը ուրիշ բան եմ անելու, ուրիշ գունդն եմ բացելու, նա սա էլ նույնը, որ լայնոտ եք կտրում, ինքը չի հասցնում մեջ կենտրոնական տեղը բացվի, դրա համար նեղ են կտրելու, երկու մատի չափով, թարս է ինձ համար, սա էլ այս չափսի, սել հետևորդները, հիմա կտեղավորենք ջեռոցի թավայի մեջ և կուղարկենք թխելու 200 ջերմաստիճանի տակ և վերև, մեջտեղից մի աստիճան ներքև եմ դնում, ամենատակից երկրորդի վրա, նորից կհանդիպենք, սելի հետևորդներ ջան, մի բարակ ձու եմ քսում երեսին, մեկ ձվի դեղնուցին խառնել եմ մի քիչ կաթ, սենց իրարից մի քիչ հեռու եմ դնում, որ իրար չխանգարեն բացվելուն, սելի հետևորդներ ջան, ուղարկում ենք թխելու, սելի հետևորդներ ջան, այս մեկներ եռանկյունի եմ, նույն ձևով փաթաթել, բացել եմ, եռանկյունի եմ կտրում, հենց եք անում, որ այս ծայրը կտրվի, եթե սենց մի քիչ, մի միլիմետր կպած մնաց, ինքը ուրիշ տեսակ կբարձրանա, ու շատ տարածություն մի տվեք, որ ինքը կարողանա բարձրանա, այս մասի վերաբերյալ եմ ասում էլի, այս մասի վերաբերյալ տարածությունը պիտի շատ լայն չլինի, որ ինքը ուժում, մեկ այս կողմից եք կտրում, մեկ այն մյուս կողմից եք կտրում,
Սա էլ Ես մի քիչ կիսենք։ Այս ծայրերը պետք է բաց լինի, այս ծայրերը, որ ինքը կարողանա հեշտությամբ բարձրանա։ Այսպես։ Սա էլ դասավորում եք եղորդներ, այս մելիստն էլ երկարությամբ եմ կտրելու, այս մեկը այս սովորական գաթայի նման եմ անում, շաքարավազ եմ ցանում, որ փայլուն լինի, սիրուն երևա։ Շաքարավազ ցանեցի, հիմա ցանում եմ խորիզը, Անա կմիացնեմ, մի միացում, որ լրացքի մեկ, խորիզը լցրեցի, տարածում եմ խորիզը, ու փոփոխ եմ ցանում վրան։ Իսկ առաջի գաթան որ թխեցի, նայեք սիրելի հետևորդներ, որ ինչքան լավ է բարձրացել։ Այդպես։ Հիմա սա փաթաթում ենք։ Այսպես փաթաթում ենք։ Այստեղ մի քիչ փոփոխ քիչ էր եղել։ Ցանենք, որ հավասար լինի։ Ուղղակի սրա կտրելու ձևն եմ ուզում ձեզ ցույց տամ, որ ես էլ ոնց եմ կտրելու։ Միշտ կենտրոնի մասը բարձր է լինում։ Սպասի ձեռքով հրենք։ Այսպես ձեռքով հրում ենք ծայրամասը։ Այս մեկն էլ նույնն է։ Որ կարենանք շողտանք այս մյուսյանի վրա, այս մյուսյանն էլ անենք, որտեղ տակի կողմը այդքան առաջ չի գնում։ Շողտվեցինք։ Այս ծայրից բռնում ենք, որ հավասար լինի։ Շող եմ տալի նորից, որտեղ ծայրերից բռնենք, որ խորիզը չթափվի։ Այս լրիվ փոփոխ է։ Այստեղից թափված։ Այս ծայրից ոչինչ։ Նորից վերացնենք, ինչքան կարողանանք ներս։
Այս էլ ասենց երկարությամբ ենք կտրելու։ Թեքությամբ էլի երկու մատը հեռավորության վրա։ Սել հետևորդներ ջան, դե ինչ ասեմ, այսպես շարունակ։ Այս ծայրին նայեք, որ լավ կտրվի։ Սատանենք մի կողմի վրա փոփոխել հետևորդներ, այս մեկն էլ որ գրքի նման է բացում։ Էլի սենց լիստը բացել եմ, կրտնակով մի քիչ լենացրել եմ, մեջից կտրել, ու հիմա գրքի նման եմ բացում, այստեղից կտրում եմ սենց ուղիղ։ Այս էլ ես ձևով կտրում։ Հնարավոր չի, որ չբարձրանա, չբարձրանալ չկա, իսին ենց խմորավոր, հնարավոր չի, որ, ասի թեն ասա մի անգամից սենց կտրել էլի, մեկ է պտի շորկեմ, ես էլ էսպես, եսա թխվածները ձեզ ցույց կտամ, թե ինչ լավ է թխվել, ինչ լավ է բարձրացել։ Սա էլ այսպես։ Սելի հետևորդներ, նայեք տեսեք, 3 տեսակի բացել եմ, սա եռանկյունին է, սեք ոնց է բարձրացել։ Իսկ սա սովորականն եմ բացել, շերտերը նայեք, ես փոքր եմ կտրել, որ ինքը լավ բացվի։ Ես էլ սովորական գաթայի նման եմ պատրաստել, մեջը պոպոքով, սա էլ է շատ ընտիր բարձրացել։ Նայեք տեսակ, ինչ լավ է բարձրացել։ Չբարձրանալ չկա սիրելի հետևորդներ։ Սիրելի հետևորդներ, նոր հիշեցի, մոռացել էի նկարահանել, ուրեմն սա էս մի լիստ եմ բաժանել եմ, մեջից կիսել եմ, բաժանել եմ քառակուսի մասերի, ստեղից անցք եմ բացել, խնձոր եմ դրել ու շաքարավազ եմ ցանել, այս այդ մտցնում ենք իրար մեջ, այս այդ հանում եմ, այս ձևով, սեն հետևորդներ ջան, սա էլ իրան տեսքը ունի, համը ունի, շատ համով է լինում, սա էլ այս ձևի, սիգարետ էլ եմ թխել, դե սիգարետը գիտեք, մեջը պոպոք եմ դրել, չնկարեցի, մի րոպե, սիրելի հետևորդներ ջան, այս էլ ավելացած, որ կողքերը կտրել եմ, ավելացել է, դրա վրա էլ շաքարավազ եմ ցանում ու դնելու եմ, սա էլ այսպես, հեսա արդեն սիգարետներն էլ ալինում սիրելիներս, մակ շարեմ, թխված կա, հեսա ցույց կտամ թխվածքները, որ հանել եմ ինչ տեսք ունի, համ սիրուն տեսք ունի, համ շատ համեղ է ստացվել, դե գիտեք որ խնձորը շաքարավազի հետ դե համով պետք է լինի, էլի, բա ինչ պետք է լինի։ 4 Ասել մի տեղ տեղավորենք, քիչիսի մոտիկ տնենք ստեղ։ Մի քանի տեսակի բան ստացանք, ես էլ դնենք սենց իվը անկյունը։
Միան կնինենք, կարող եք ձու կսել, կարող եք և չքսել, այդ չնայած որ մնացածը կսել եմ, սա էլ եմ կսում, մի թեթև ենք համար։ Սա էլ այսպես, վերջացրեցիք, այսօր ժամը 3-ից մինչև ժամը արդեն 8-ն է գալիս, ես ոտքիս վրա եմ։ Հիմա սա սիգարետները կհանեմ, սա կդնեմ, իսկ կաթաներս, ինչքան կաթա եմ դրել, մի լագյան, իսկ ես որ մեջը խնձոր եմ դրել, այս սրանք են, տեսից սիրուն է ստացվել։ Սա քիչ լավ է ստացվել։ Սիրելի հետևորդներ ջան, այս էլ սիգարետը և այս մեկը, որ խնձոր եմ դրել մեջը ու շաքարավազ եմ լցրել վրան։ Ցույց տվեցի ոնց է ուզեք, ինչ ընտիր է ստացել ենք։ Դե բանն է կաթան է ցույց տվեցի, չէ, լագյանով կաթ է։ Ուրախ նոր տարի բոլորիս։ Կաթան, տեսեք ինչ ընտիր կաթա եմ ստացել, այդ խմորի բանից, ռեցեպտից, այս տեսեք ինչ ընտիր է եղել։ Սիրելի հետևորդներ ջան, կհանդիպենք հաջորդ հոլովակին, չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, զանգակ կոճակը մի մոռացեք, անպայման։ Գրվեք ձեր մեկնաբանություններում, մեծ սիրով կպատասխանեմ ձեզ սիրելիներս, կհանդիպենք նորից, տեսություն ձեզ։